Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդությունների համաձայն Արտաշես թագավորը մի գեղեցկուհի աղջիկ ուներ, որի անունն էր Թամար։ Նրա գեղեցկության մասին հայտնի էր ամենուրեք, ու բոլորը խոսում էին այդ մասին։ Իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Արտաշեսի պալատը Թամարին ուզելու, բայց արքայադուստրը բոլորին հետ էր ուղարկում։ Արտաշեսը սկսեց վախենալ, որ մերժված իշխաններից կամ թագավորներից մեկն ու մեկը պատերազմի դուրս կգա նրա դեմ ու կփախցնի Թամարին։ Դրա համար նա հրամայեց, որ Թամարի համար մի շքեղ ոսկեպատած պալատ կառուցեն Վան լճի մեջտեղում գտնվող կղզու վրա։ Բայց Արտաշեսը չգիտեր, որ Թամարի սիրտը ազատ չէ, որ նա սիրահարված է ոչ թե թագավորի կամ իշխանի, այլ մի հասարակ երիտասարդի։ Ամեն երեկո Թամարը կրակ էր վառում լճի ափին, ու այդ խարույկի լույսը տեսնելիս տղան նետվում էր Վանի ջրերը ու լողում իր սիրած աղջկա ափի կողմը։ Այդ խարույկի լույսը պահապան էր հանդիսանում տղայի համար, որ լճի մութ ջրերը նրան չվնասեն։ Մի անգամ երկնքից լճի վրա փոթորիկ իջավ ու հանգցրեց խարույկը։ Երիտասարդը չգիտեր, թե որ կողմը լողա ու սկսեց կանչել իր սիրեցյալին։